Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձրադասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր կիսվում են, շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր հետևորդներին, ովքեր թեկուզ քննադատում են բայց չափի սահմաններում։ Ես տեսեք, ով չափի սահմանում է քննադատում, իմ վիդեոների տակ թողում եմ, իսկ ով փորձում է անուղղակի կերպով ինչ-որ մեկի հրամանը կատարել, ես դրանց մասին ոչինչ չեմ ասում։ Այսօրվա հաղորդումը կսկսենք հետևյալ վերնագրով։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր գրանցվել են մեր կուսակցությանը, ովքեր կցանկանան գրանցվել, կարող են իրենց անձնագրի նկարը ուղարկել, ամբողջ էջը ձեռքը վրան չտնել եւ վերջի գրանցման էջը եթե ունեն, լրիվ էջը նկարեք, սենց երկու էջ իրար հետ ուղարկեք։ Հարգելիներս, որ դուք կիսատ եք նկարում ուղարկում, դա համարվում է անվավեր։ Ինչի է կիսատ ուղարկում մենակ գրանցում, չէ՞ որ կոմպյուտերը պիտի վերստի դա ճանաչի, ոչ թե մենակ այդ տառերը։ Անցնենք այս հարցից, անցնենք այսօրվա հիմնական թեմային։ Նախ ազգային այսօր քաղաքապետարանում առաջինը լսեցի, որ Տիգրան Ավինյանը կոնկրետ անդրադարձել է իբր ուրիշի անունով, բայց անդրադարձավ նաև ինձ։ Ասեց Բեգոյանին, թե պարոն Բեգոյան, ինչի եք դուք կտրում ծառերը եւ սակուրաներ տնկում։ Ունդեղ սկսեցին քմծիծաղ տալ, երևի հաղորդումս լավա որ նայել եք, լավա որ ձեր որակավորումները նայել եք, իսկ դա ձեր մեջ ծիծաղը առաջացնում ինչի համար, սա դեռ երևա ձեր իշխանությունից հեռանալուց հետո ոնց եք պատասխան տալու ծառերի եղեռնի համար։ Ուրեմն Բեգոյանը պատասխանում է, ես Բեգոյան, ես չէի պատկերացնում, որ դու այդքան նաև դեբիլ ձևով խոսացող ես։ Պարոն Ավինյան, ես ասում եմ, որ մենք տնկել ենք ծառեր։ Պարոն Բեգոյան, դու մեղադրվելու ես ու մեղադրվում ես Երևանում ծառերի եղեռնի մեջ։ Ուրեմն նախ այն, որ մարդը եկել է նիստի ու պիտի պատասխան տա, տարական ուղեղ չունի հեռախոսի մեջ, գրած ունենա, նկարած ունենա այն տվյալները, որը ինքը ասում է։ Խոսում է փողոցներից, փողոցների մասին չգիտի Երևանի գլխավոր դենտրոլոգը, կանաչապատման ղեկավարը, սխալները ոչինչ, ասենք փողոցը սխալ ասեց։ Գրողին, ասում է մենք մինչև հիմա տնկել ենք 45.8 հեկտար ծառ Երևանում։ Ժողովուրդ ջան, ուշադիր լսեք, տնկել ենք, ոչ թե ավելացրել ենք։ Հիմա հերթով ես կասեմ սա։ Ասում է կոնկրետ որտեղ Ավինյանը, որ ժողովուրդը չբողոքի։ Ավինյան, դու գիտես, որ դու սրատակել ես մտնելու է, բաց այդ թալաններից բացի սրատակ ես մտնելու։ Ուրեմն հիշեցնեմ, որ Հայաստան-Երևան քաղաքի կանաչապատմանը հատկացվել էր 12-ից 14 միլիոն դոլար այս տարի։ Բայց կանաչապատումը հակառակն է գնում, բոլոր ծառերը կտրվում է։ 14 միլիոն Գյումրու բյուջեն է։ Հիմա դուք հասկանում եք ինչ փող է լվացվում այստեղ։ Ասում ընդամենը 100 սակուրա ունենք, դա ձեր դոշին դրվի։ Ոչինչ, ոնց որ գրել էր իմ հետևորդը սակուրան տանեմ, դնեմ Ավինյանի դոշին, դա թող դրվի դոշին։ Հիմա տեսեք այս Բեգոյան կոչեցյալը ոնց է մեկնաբանում, ինքը իրան է քմծիծաղով, Բեգոյան, դու գիտես քեզ թողելու եմ, Բեգոյին անելու, քեզ գծելու ենք Բեգոյի վանդակի մեջ, որ Բեգոն ոնց ուզենա շխկունը տանի։ Դու ուղղակի ծիծաղում ես սրա վրա, քեզ թվում է թե հետո կգաս մեղանչականով, թե հրաման եմ կատարել։ Նայեք, գրում է մարդը։ Հաթաթ ասում է գրել եմ, ասում է տնկել ենք 15 հեկտար ծառ Եռաբլուրում, ասում է 8.5 հեկտար տնկել ենք Մասիվում, թե որտեղ, Նորքի Զանգվածում, հա, 5 հեկտար տնկել, չէ, Ծիծեռնակաբերդի մոտ, 5 հեկտար տնկել ենք Մասիվում, ոնց որ 7 հեկտար միտեղ, մոտ 1 հեկտար միտեղ, մոտ 1 հեկտարը 6-րդ Մասիվում եւ ագրոպարկում 4 ագրոպարկը ասեց, ինչ ասեց, հա, 4-ից 5 էլ, հա, Փարոսի մոտ 4-ից 5 էլ չենք տնկել։ Ժողովուրդ ջան, ուրեմն հիշեցնեմ ձեզ, կարճ բերեք, գումարեք իրար։ Առաջի դասանի մաթեմատիկա 15 մոտ 8.5, 5 վիդեոները կարաք տնեք, նայեք, եթե մի բառ սխալ եմ ասում, ասեք գադիկ, ամոթ քեզ, ինչ ես խափում։ Նայեք, 15 8.5 5 մոտ, բոլորը մոտով ասել, մոտ չի հասնում, այսինքն, գիտեք ինչ,
15-ը մոտ կարա լինի 14-2-ն էլ, 14-1-ն էլ, ինչի չի լինի 14-5-ը, 14-6-ը, 1, 2, 3, 4, 5, 6, 6 անուն ես տվել, 6 անունից եթե մենք կես հեկտար հանենք, հա, կես հեկտար հանենք, այդ կեզ անում է 3 հեկտար տեղ, 45 ու 8 ես ասում, անցանք, մոտերելը չեմ ասում, 15, 8 ու կես, 5, 1, 1, 7, բոլոր իրար հետ անում է 42 ու կես, 42 ու կես հեկտար, ճիշտ է, 42 ու կես հեկտար, դու ծառես տնկի, ասում ես 45 ու 8, Բեգոյանց դե դու թքիր, որովհետև դու 0 դասանի մաթեմատիկան էլ չգիտես, առաջի դասան դու այնքան ոչխար ես, Ավինյան, դու էլ մեր տվե, որ քո ծեծ ու ջարդը մանթու ես ընգե, որ անընդհատ ասում եմ, հերիք չի բութ ես ծծում, լվիկն է կացով ծեծես, ես էլի եմ անադարնում լվիկին, լվիկ, հեչ լավ չես ծեծե, անենց պտի խպեիր, որ են սուրքից սուլտան ծիծակ կոշիկըտ մտներ Ավինյանի հետևը, որ մինչև մայիսի 9 որնար, ուռա գորար, լավ չես ծեծե, լվիկ, Հեչ լավ չծեցիր, էլի պետք է շատ լավ ծեցիր, այն որ ավտոտელი մտցնում։ Անենց խփեր, որ պոչուկի ջարդված ստանար, պոչուկի վրան ծառաճեսնեի, որ հիշեր, ծառերը չեն կտրում։ Տեսեք, 42.5, 45 Դուք միայն կտրել եք, միայն բուսաբանականում։ 1 հեկտար ծառ, ասում ես սաղ կտրած չի, ասում մի երկու հատ սոչի թողել եմ, ձեռ առնում, սոչի է, թեղի է, ձեռ առնում, ասում մի երկու հատ ընդեղ թողել եմ։ Բեգոյան, դու լրիվ լրպի վաստակ ես, դու հասկանում ես ուր ես գնում, դու հասկանում ես, որ դու քո վրա, հիմա այս վիդեոները լրիվ պահված այն մոտ, դու գնալու ես քո վրա, դատական գործ ես հարուցում դու, քեզ թվում է քեզ փախցնելու են, քեզ թվում է փախնելու ես ու մնաս, չի ստացվելու, Փաշինյանին ասել ենք, որ փախնի 20 հոգով, այն պայմանով, որ Ավինյանին է մեջը չվերցնի, Բեգոյան հաստատ քեզ չեմ վերցնելու, քեզ Բեգոյի մոտ ենք գցելու, ասել եմ, որ Բեգոն շխկցնի վանդակի մեջ։ Հաջորդը 100 հեկտար, դու 100 հեկտար, 150 հեկտար կտրել ես, 42 տնգել ես, 45 ես ասում։ Հարց եմ տալի ոնց դու հաշվեցիր այդքանը։ Առանց թղթի մոտավոր ստե, մոտավոր ընդե, մի հեկտար մոտավոր ընդե, մի հեկտար մոտավոր ինչքան է, 1 հեկտարը 10,000 մետր է, 7,000 մետրն էլ է մոտ մի հեկտար, 6,000 մետրն էլ է քեզ մոտ մի հեկտար, մենք ձեր իշխանությանը տեսել ենք, ստի մեջ եք, այսօր դրել եք երեկա, այսօր կտրել եք Մելիք Ադամյանը, այսինքն կառավարության շենքի հետևի մասով դեպի Ֆերնիսաժ գնացող այդ ամբողջ հսկայական տեղի բոլոր ծառերը վիդեոն գցում են, կանգնած անդեմ այդ բուղա, լրփի զավակներ, խոզի պես, քաղաքապետանն ասե, ու մի հատ պուտանկա կնիկ եք վերեկանգնցրե։ Ծամոնը բերան ասում է, լավ է մարը, ես եմ հասե, մորքուր, պարվա, քոտերը, տեցի կրուգի մարդի կանգնողները, էլի եմ ասե, ձեզանից 1000 անգամ թասիբով են, նրանք կանգնում են, տուն են պահում, նրանք որ կանգնում են տեցի կրուգ, մարմնավաճառության, նրանք տուն են պահում, երեխա են պահում, նրանք հայրենիք չեն կանգնում ձեր պես։ Ասում եմ 69 ծառն էլ հիվանդ էր։ Այդ ոնց ալնում որ Սայաթնովայի ներողություն Թումանյանի ամբողջ բուսաբանականի ասում եք հիվանդ էին, Մելիք Ադամյան փողոցի բոլոր ծառերը միասին հիվանդացան, ուրեմն հիշեցում ձեզ, եթե դուք փորձում եք ասում մենք ավելի սիրուն քաղաք ենք սարքելու, մենք ձեր ոչ մի բանին չենք հավատում եւ ավելի սիրուն քաղաքին առավել եւս անասունի վատ տեսակներ Երբ որ եթե ձեզ համեմատում եք եվրոպական երկիր քաղաքի հետ, ասեմ ձեզ, որ եվրոպական երկրներում ոչ մեկ բոլոր փողոցի ծառերը միասին չի կտրում։ Թե ընդեները ծառ չի հիվանդանում։ Ծառերը կտրվում է մեկու մեջ, կտրում են, այս մյուսը տնգում են, տեսնում են կպավ, նոր ասում են ճիշտ մյուսներին։ Այսինքն եթե դուք վերցնեք Թումանյանը, Մելիք Ադամյանը, Բուսաբանականը, ոնց որ անտառի վերականգնումն է, անտառները կտրվում են նույնիսկ ձեր Պապա ձեր ստանող բռնաբարող Ռուսաստանում նայեք անտառը ոնց է վերականգնվում։ Անտառը վերականգնվում է շախմատ կտրելով, այսինքն շախմատի նման, այստեղ կտրում են, ասենք 50 քառակուսի, այս մյուս մասը չեն կտրում, որ վերականգնման process-ը գնա։ Իսկ դուք դնում եք մի անգամից կտրում եք, ասում եք կվերականգնենք, ու ասում եք կտրել ենք, որ 100% ոռոգենք։ Այ անասուն, բեգո ես, բեգոյի տակի լմլմ ծնող ես, ինչ ես։ Դե արի մի ասա, դու ոնց ես կտրում մի անգամից ու 100%, ինչի ջուր չկար մինչև այդ։ Ինչ այդ
Խողովակները ինչ էին եղել այդքան տարի, որ օգտագործում էր։ Երկաթի սովետի հաստ խողովակները չեք կարա ուղղակի նորոգման ձև տայք, պետք է կտրեք նորից անեք, փող լվալու ձևա, ու ասում ա, որ ես գիտնականներին հարցել եմ, հələ գիտնականներին բերեք, ես մի հատ լենքին ինչքան ծառ կտրել եք, քոքերը մտցնելու եմ հետևները, որ ասում ա, որ կտրած ծառը 94.4% վերականգնելիություն ունի։ Ծառի վերականգնելիության լավագույն ձևը անտառի 10%-ն է, անասուններ, 10%, այսինքն դուք եթե տնկել եք ըստ ձեզ 45-8, բայց պարզվում է 42.5, հələ այդքան է չկա, մոտերը որ հանեմ կարող է 39 հեկտար, դրա 10% անում է 3.9 հեկտար, այսինքն մոտ 39,000 քառակուսի մետր, որպեսզի որևէ մեկը հասկանա ինչքան է 39,000 քառակուսի մետրը, զեյթունի ներողություն, կոմիտասի սիթին 8000 քառակուսի է, 4 հատ կոմիտասի սիթի ծառ են տնկել, 4 կոմիտասի սիթի։ Սրանք ամբողջ Հայաստանի բոլոր շենքերի բակերը կտրե հազարավոր շենքեր, հիմա էլ անձրև է գալի, հազար եմ ասել, քանի որ կոյուղային սիստեմ չեն սարքել, վերցրել են տվել են սովետական միության սարքած կոյուղային սիստեմի մեջ, կողքի 20-30 հարգանիները, դրա համար ջրի մակարդակը բարձրանում է, անձրևի ժամանակ ջրորդանը չի հասնում, դա կանալիզացիա տա, ջուրը հելնում, լցվում է քաղաք, դառնում է ջրհեղեղ։ Դուք ամեն ինչը ճիշտ եք անում, ժողովուրդը ձեզ փնովում է։ 224 քառակուսի կիլոմետր Երևանում կտրել եք 95% ծառերը, տեղը տնկել եք 3.9 հեկտար։ Ցույց տվեք այն մարդ վերարտադրության, ասում է ծառ ենք տնկել 94.4 թե 96.4 թե 94.6% վերարտադրությունը, արախ դուք գժվել եք։ Ոնց կարա ձեր տնկած ծառը 94.6 վերարտադրություն ունենա։ Ծառի անտառի վերականգնումը, փողոցի ծառը հասկացան, կերևակը ջրեք, անտառի վերականգնումը ոնց եք դուք հասցրել 94.4%։ Անտառի վերականգնման համար պետքա բնական անտառ ինչ են ասում, արհեստականից, որտեվ իրան պետքա 100 տարի անցնի, որ մեռած ծառերը նորից ընկնեն, դառնան հումուս, դրա վրան աճի, որ բնական անտառ։ Դուք եկեք եշություն եք ասում, մանուենտի անտառները դուք սերժախառը կտրում եք, ինչ ուզում անում եք։ Հա, դուք էլ մեջը փայկած, ընես չի, որ մանումենտ հիմա կտրտացողեր կամ բանում չեք տալիս, ձևել եք 600, 500 մետրով բուսաբանական չեք տալի։ Բա լավ տղա եք գնացեք ասեք, երջան մենք կանաչ զոնա վերականգնում ենք, ոչ թե կտրում ենք։ 150 հեկտար կտրել եք 40 տնկել եք, ասում եք վերականգնենք, այդ 40-ից 4-ը կպնի թե չէ։ Դե գնացեք Քոչանի տները հանեք այն Արգենտինայի դեսպանատուն, Բաշին Բաբաջանյան փողոցից որ մտնում էր բուսաբանական, հանեք, ասեք, էսի ապորինի է։ Դելել ես, Ավինյան, դու էլ իբր բան, ուզում ես խոսաս, անուն չես տալիս, իմ անուն տեղը ուրիշի անուն ես տալիս, իբր որման ես ինչն ա զանգի, են ինչն ա զանգի, այդ տղա, դու զգում ես, որ մավանդ ժամանակը գալիս է, դու զգում ես, որ քեզ նույն քավության նոխասն ա սպասում, երբ եմ ասել, Գյումրու ընտրությունները Սարիգս հավաքել է 17,000 ձայն, Վարդանիկը, Մարդունը և Ռուբոն իրար հետ, Մխիթարյան անցնում են ձայների քանակով, բայց որևէ մեկը թոչի մի ամտանա, թե Գյումրիում ես 3-ը թեկուզ միանան 4-ն է, որևէ հարց են լուծելու, նույն Գորիսի, նույն Ղապանի պատմությունը, հիշում եք Կապանում ինչ եղավ, Կապանում են, որ ու խախտեցինք են շանտն է, որ գոռում էր, հելավ ասաց, ես Նիկոլի հետ եմ աշխատելու, վերջ, փակմավ թեման Կապանի, հաղթեց ընդդիմությունը, ինչը հաղթեց, ինչը հաղթեց, Նիկոլի հետ էլ ան աշխատելու, վերջ, որևէ մեկը կասկածում է, որ հանկարծ Վարդանիկ կպնեն, իրանք հականիկոլ բաներ են անելու, կաշիները գլխի կանեն, Վարդանիկ գլխիդ կաշին կանեն, դեոլի պոստ կսարքեն, այդ թուրքական կլկլոցը ռեստորանում, որ կցել են բրովդ։ Մարտունը ասում է, մինչև մի կասկածում ենք, այդ ձիկը ասում է, մինչև մի կասկածում ենք, Մարտունը մեր էտա թե չէ, յալուրջ։ Մարտունը Սերժի Մարտունը չի, ում հետ ուզենա կլնի։ Ինքը տան շեֆն է, ում հետ ուզենա կլնի։ Բա որ վաղը մյուսօր հետ ձեր Մարտունը միացավ, բանին ինչ եք անելու, Սարիկին։ Հələ Գյումրիում կոալիցիան կձևավորվի, կտենակ կձևավորվի, չի ձևավորվի, այդքան ում հետ են աշխատելու։ Թեկուզ Սարիկին հանեն դուս, փոքրամասնությունը լի, ձևավորեն Վարդանիկով, ինչա Վարդանիկը չի աշխատելու։ Վարդանիկը լերպի տղենա, որ ով կար տակներ, վիդեոները դրեք, մենակ Քոչարյան են մարդնոր, Պուտինը Քոչարյան են կվախենա, այս մի լերպի լմլմ ծնողը թուրքերին ու բոլորի, թուրքի մուղամ երկող լմլմ ծնող մարդասպանը, սուտ հավատացյալը, այս ֆրանկը, որ մարդուն սպանում գալի չոքած ոռնում,
Սերժ Սարգսյանը ամենալավն է, Սերժ Հրաման տվեց, ասեց Երիկ, հայնա գորմեր, ճվա, քայլարա մերձի Սերժին, ճվա հեմել ասման Նիկոլի դեմ է։ Այ փանտի, այ ոչիլների հավաքածը, Գյումրեցիներ ջան, համենայն դեպս ինչքան կարացաք, դուք շնորհակալ եմ ձեզանից, որ ցույց տվեցիք, որ Գյումրում Նիկոլ Փաշինյանը էլ այն չի։ Ցույց տվեցիք, ճիշտ է, դուք էիք վերել Նիկոլ Փաշինյանին, բայց հաջորդ հարցում որոշեցիք, որ Նիկոլը էլ այն չի։ Վարդանիկնա, Պողոսիկնա, Նիկոխոզիկնա, թե ինչն է, մեկը աշխատելու են Նիկոլի հետ։ Բայց ամենայն դեպս ձեր այս բազմազան ընտրության ձևը շատ ավելի ընդունել է։ Ինչ վերաբերում է Փարաքարին, Փարաքարում հաղթել է Մանե Թանդիլյանի կուսակցության մարդը, Ժորժ, թե որևէ մեկին թվում է Մանե Թանդիլյանը Նիկոլի դեմ է, գնացեք մի հատ ձեր գլուխներն ու ականջները ջեմով լվացեք, դուս եկեք։ Մանե Թանդիլյանը Նիկոլի կուսակցության, Նիկոլի հետ իշխանության, Նիկոլի կողմից նշանակվեց Արցախում ղեկավար, Բգոյի հետ հիմա քիփ կանգնած է, իր քարակուսի դեմքով տապոր, հետո գնացել է Ռուսամեր թաթար ռուբոյի ջհուդական զոնաբենդի համար իբր նստել էր հացադուլի, բայց տակից պերանիկա խորովածավոր ղրգում էին, վրանի մեջ լավ է զղկետվում էր, իբր հացադուլի թողեց դուրս եկավ։ Մանե Թանդիլյանը իրանից ինչ ա ներկայացնում, բազմակի օգտագործման կուսակցությունների կողմից ապրանք։ Պաթեչը Սարիկը ինչ ա ներկայացնում, թե հանրապետական, թե սերժական, թե նիկոլական։ Բոլորի մեջ եղել, անենց որ ոչ մեկի վրա հույս մի դրեք, որ մեջներ ինչ-որ լավ մարդ եւ այլն կա։ Էլ չասեմ մնացածին, որ երկար ժամանակ սպասեց այն Ղարա Փափախյանը, Ղարա Ղուրնուշիգյանը, ինչանա, ասեց, այդ օրը ասեց Սուտասանես, վերջում կանգնավ ասեց դու ֆուֆլո ես։ Եկա ասողեր սկզբում ասեիր, վախեցար։ Թուրքի թուղթը գցել են, հանի ցույց դու էլ ասա, որ դու տես գործ չես արել Թուրքիայի հետ։ Հան ասա մարդիկ տպին սո փչացրին, հանին գցին դուս գնացիր 1000 ձեն ես ավատե թե ինչ։ Ղարա Փափախյան, հետի տղեկներն ես մի նեղվել էին, բողոքել էին Facebook-ը երկորով, փակել էին տվել։ Չամա չի կարա, գնացիք այժմ ստից բանի համար թուրքամոլի տակ մտակ, հիմա երեսս նայելու տեղը չունեք։ Ինքներդ ձեզ բլոկիկ, վաղը միսօր ոնց եք նայելու երեսից։ Այդ որ ովքեր ավականի են գրանցվել թիմից, ոնց են նա, չնայած մյուսները ես միշտ փառք չեն, բայց Ղարա Փափախյանը, Ղարա Ղուրնուշիկյանը, Ղարա Ղանդիլյանը, Ղարա Վրաստանյանը, Կարայա հետո ինչա չասեմ, շում մի հաճցրիք, նորմալ։ Անցնենք հաջորդ հարցին, այս այլանդակների կատարած գործերի, ուզում եմ ասել, որ զինվորների ծնողները ազգային ժողովում հենց նոր վեճ էր լեզվակռիվ էր, դռները փակել են բան չանեն, զինվորների, զոհված զինվորների եւ անհետ կորածների ծնողները ազգային ժողովում են, դուրս եկան Գեգամ Նազարյանի հետ այնտեղ կպան, ինչ որ պետք է ասելու։ Ուրեմն հարգելի զոհված զինվորների ծնողներ կամ անհետ կորածների խորին հարգանքներով բոլորի քեսի ճանաչում եմ, քեսի չէ։ Ինչի սպասեցիք, որ հասնի այսօրվա։ 20 թվականի պատերազմը բրծելա։ 20 թվից հետո 5 տարի դուք ինչին եք սպասում։ Սպասում եք, որ Նիկոլը որևէ բան կանի, չէ։ Եթե մեջտեղ թասիբով մարդ կար, պետք է հիմի Նիկոլին բոմբը վրան կապած միտեղ գնար ասել ես նիկոլական եմ, եթե Նիկոլին փաթաթվեր պայթեր։ Ինչի չարիք։ Ես հասկանում եմ ձեր վիճակը, բայց եթե մարդը սրտանց ուզում էր վրեժ անել, մենակ Նիկոլի չէ, բոլորից կաներ։ Հիմա այս գորգռոսները ես ուրիշ բան եմ տեսնում արդեն այստեղ։ Կներեք ոչ թե ձեր դեմ եմ, ամենայն հարգանքով ձեզ ուղղակի չեմ տեսնում այն ծնողի, ցավացող ծնողի վիճակը, որը կաք։ Որտեղ Գեգամ Նազարյանին, որ դուք քրվում եք, Գեգամը տղա է կորցրել, բայց Գեգամ այնքան այլասերված է, ինքը ոչ իր ընտանիքին է սիրում, ոչ ընդհանրապես Գեգամ իր ընտանիքը փուրն է տալիս 100 իր անձնական էս 1000 անգամ եմ ասել։ Գեգամ Նազարյանը իբր Քոչա Սերժենս թիմից է, բայց անես նրանց հետ կապավ անցավ Նիկոլի թիմ, ես ձեզ վաղուց եմ ասել, քանի որ Գեգամ Նազարյանի աղջկա Խավորը Նիկոլն էր։ Հենց այդ ժամանակ որ ինքը Նիկոլ էր քրվում, Խավորը Նիկոլն էր, ու տեսակ մի թեթև պայմանով թափով սենց բանակից թռավ բանակ անցավ։ Պետոյի պես էլ են որ շատ լավ հումորը որ ասում են հենց արագ են կալիքը փոխում պետոն կենտրոնից ընկնում է հմեք։ Բանակ փոխելը, ճամբար փոխելը սրանց համար մարմնավաճառի ամեն օրվա տեսած տղամարդկանց քանակն է։ Կալկուլատորը բերես որ հաշվեն օրը քանի հոգի են ընդունել։ Նույնը Գեգամ Նազարյանը, նույնը Աղազարյանը, նույնը մնացածը։ Այնպես որ Գեգամ Նազարյանին ինքը իր 4 երեխա ունի, երեխեքին ծախելով ապրում է։ Երեխուն տարան Արցախ սպանեցին, ինքը գնաց այն մարդու հետ, ով որ սպանել է տվել։ Էլ շարունակեմ, ամեն մարդ իր դարդով թող տապակվի։ Ուղղակի իմ համար ցավալի է հենց այս հարցը։ Շատ ցավալի է։
Հաջորդը Սրբուի Գալյանը ոռնալով լրզուքորան եմ գնում, ոռնում եմ եւ այլն։ Սրբուի Գալյան, բա որ քեզ այդ գեղցի քարակուսի գլխով ոնց որ անտոշկան ալնես, բայդյոմ կապած կարտոշկու չանը ռուսական գեղի ճպրոտ տեմքով, որ բերը տվել էին նախարար, քեզ թվում էր, որ դու ունես մենակ պետք է նստես կաբինետներում, ճռոմ ես պրոֆեսիոնալ եմ, ես ելույթ եմ, ինչ աղեն դե որ լացելով դուս տռա։ Ինչ արին քեզ է քրֆին, ամաչեցիր այդքանի մոտ, թե դերասանություն ես անում։ Բա այն օրը որ ազգային ժողովում կարևոր հարցեր քննարկվում, տան բոտները դրած, տղեկին գրում էր հա արես երբ ապրսներս հոգնած հարցը, բա դա գիտեր մենակ է, դա կոնը։ Դու չգիտես որ Նիկոլ դնում է զոհ է տալիս։ Բա քեզ թվում է որ Նիկոլը տես, չի Նիկոլը քեզ էլ է զոհ տալու։ Հենց այնպես չի բերե իր իշխանության կամ փախնելու։ Չի բացառվում որ Նիկոլը այսօր վաղն է փախնի։ Չի բացառվում որ 20 օրից փախնի։ Դուք բոլոր զոհ եք գնալու, ասել եմ, ձեզ թվում է թե հեքիաթ է։ Ձեզ թվում է որ բանը փախավ Բաշարը փախավ բոլորին դրեցին հատ կտոր կտրում էին Ստոլբեքին կապած։ Դարայում բանը Դամասկոսի հարավային արվարձանում տենց չի, ձեզ էլ Բանգլադեշում են դնելու։ Այն կոլիզեին կապելու են ամեն մեկից, սկսեն կտոր ժողովուրդը կտրել անել։ Բրիտվեն դնելու են, ասել են ամեն մեկը մեկը մի սանտիմետրի վրա, ավել չէ։ Ով մոտենալու է պինցետով բռնելու է պլասկակուպցով, կաշին մեկը մեկի վրա կտրի, անի գցի։ Ու տեղն է մի հատ ասե խփի, որ միշտ ցավա։ Թե ձեզ թվում է տես չի լինելու, թե ձեզ թվում է ասել եք մենք մեղք չունենք, հրաման ենք կատարել։ Նույնիսկ Եղեռնագործ Բեգոյան, նույնիսկ նարկաման բութ լպստող կնգամել ուղարկող ստրիպտիզ սպարելու բանի հետ, Ավինյանի աղջկա հետ, ներողություն, Նիկոլի աղջկա հետ Ավինյան, նույն Ալիեն գրզոյի ստրիպտիզ բալեն ակվարիումի մեջ տգլոր ստրիպտիզ սպարող։ Եվ մնացած բոլորիդ հասնելու է։ Ու այսօր հենց այն չի, որ այն նավակ ճոճողը ինչ է, այն վիլեն են թուրք Բաքվեցի մարմնավաճառը, որ սարքել է Հայաստան, Նախիջևան, Գարդման, Արցախ միությունը, ասում է այսօր ախ եմ, որ Բաքվում մեր քաղաքն է այդամնդե ապրեն, դե Բաքվում է ծնվել, Բաքվում են իրան շինե դրա համար։ Ասում է այդամնդեղ ապրեն, այսօր ասում է հալա դե ինչ եք ասում, խմած ենք, իմը սխալ են, կարա հեսա 26 թվին կեթանք, ինչ կուզեք կանենք։ 26 թվին, բա որ վաղը գնացիք, ինչ ես անելու, վիլեն։ Քեզ գիտես որ կախարարն են հանելու։ Որպես ազգի դավաճան ու ազգի դավաճանի գովերքող։ Էլ չեմ ասում շիշ բռնող ձերը չկա վախեցել ես։ Փողոցը հանձնել են քեզ, խի դու փողոցի տղա ես, սաղ կյանքդ փողոց ճիշտնող, որ պետք է գողականը կոնտրոլաներ։ Դրա համար անգելես պետությանը թե ինձի տիկնապատով է։ Բա ուժեղ տղան դու էիր պարապաս, Նիկոլի շիշ բռնող ու տիկնապա էիր աշխատում։ Բայց ինչի դու կադվցար։ Գիտես փողոց բանը հսկելը տենց է շտա։ Հա մի երկու հոգու բռնիկ սարքի գլխին ոստիկանությունում իբր ձեզ բաց տակից ինչ գործեր են անում։ Ով ա ձեզ ասում դուք փողոց եք նեղե, դուք զոն եք անցել, դուք քեզ պրագոն են արել, ինչ են արել, կռտի ես նստել, ինչ ես արել որ դու փողոցն այր, դու որ օրվա փողոցի տղան ես։ Դուք Նիկոլի ոտից 100 մետր հեռու գնաք, ես որ ստեն գլուխ եք կողում, թեկուզ Քոչարյանի եւ մյուսի թիմ։ Դուք ընդհանրապես Հայաստանից դուրս եղել եք։ Դուք ընդհանրապես դասի բազարի ներկա եղել եք զինված։ Դուք ընդհանրապես առանց ձեր պապայի ես ինչի տղեն եմ, ինչի տղեն եմ ասելու, դուրսը 10 րոպե կգա, ճիշտ 10, 2 րոպե չեք կարա դիմանալ։ Դրա համար փախնում գայս եք Հայաստան, ձեր պապաների շուկի տակ, ոստիկանության ոտների արանքում տղեկի, ապրում եք, էդ եք դուք։ Դուք մարդ եք խփում, դուք զանգում եք ոստիկանություն, ասում եք իրանք են խփեմ ես։ Էսա ձեր ապրածը։ Ինչ եք ուզում հատ անուն առանուն ասել։ Ժամանակը կգա բոլորի դոսիեները, կոմպրոմատները տոննեկով կդնենք դեմները, ոնց եք դուք մարդու խփե, դուք ոստիկան կանչե խփվածի վրա։ Նորություն ախի։ Երևան քաղաքի ոստիկանության դոսիեների 90% այդ սուտ լավ տղա ֆռացողներ տեք, եթե ոչ 98-ը։ Պուտինի իրավանով գողական եք դառը, եկել եք Նիկոլը մեր աղբերն է, լավ տղեկ պետք է Նիկոլանց կսնենք, չգիտենք Ռուսաստանից։ Ռուսաստանից իբր հարգված տղեկ եք։ Ամերիկայից բանից հարգված տղեկ եք։ Նիկոլ չեք եկի բերել։ Պատասխանելի չեք տանում։ Բրծավ 90-ից ենքոն գողական չկա։ Մնացածը բոլորը սուտ բիզնեսմեն Նիկոլին գերեք, որ գողականը լեք չեք էտա բանի, դու ասա ոստիկանության այդ մանկական հանցագործությունների ղեկավարից աղջիկ ուզեք։ Խի այն ժամանակ 90-ներից առաջ կարար մի հատ գողական էթար ոստիկանի հետ հաց ուտելու էլ չասեմ հարսանի քանելու խնամի դառնալու, հա։ Կանգնած եք ներս ա մտնում բիզնեսմենին գողականը պաչում է, գեներալին պաչում է,
կագեբեիշնիկին պաչումա, այդտեղ ավել գողակ։ Ձեր համար եմ ասում, ես դրա մեջ չկամ։ Ես բոլորիդ եմ ասում, քանի որ ես մանումենտի տղեկն էլ լսում են։ Խի տենց բան եղել է ընդհանրապես։ Դուք այդ մարդուն ինչ կասեիք, որ տենայք, մի տենց հա։ Հետո էլ վերջում տանում խփում վերում են, հենց դրանք է տանում խփում են։ Ում հետ որ գործեք մտա, դրանք է տանում խփում են։ Անցնենք այս թեման, անցնենք եւս Ռուսաստանից մի փնթի ոչիլի մասին։ Հարա Աբրահամյան, այս գալաբալնին իմ վրա ոնց հասնում չեք պատկասնի։ Իմ մոտ այնպես տպավորություն է, ոնց որ ինչ ասեմ, ոնց որ Mercedes-ի տերը աշխատի ես ուտեմ, ես աշխատեմ այս գալաբալնի Հարա Աբրահամյանատի։ Մարդ, որ ընդհանրապես հայազգետ կապ չունի, էթնիկ ջհուդ։ Ես ասեմ, էթնիկ ջհուդ, հիմա կասեմ Մալիշկայից է, ես կասեմ այո, Մալիշկայից է, բայց իր պապերը ջհուդ թաղված են Եղեգիսի գերեզման։ Մարդ, որը հայազգետ ընդհանրապես կապ չունենալով, մարդ, որը հայերեն էլ միջև այսօր չգիտի, ռուսերեն չգիտի, անգրագիտության գերադրական աստիճան, աղջիկը մարմնավաճառ աշխատում Ամերիկայում, YouTube-ով խփեք տեսեք, ինքը Ռուսաստանի ամենահարուստներից է ու հայկական համայնքի Սայուզ Արմյան Ռոսիի, հա, միության ղեկավարն է, որը Պուտինի ոտների չորացած արանքի ցախ թե աշնա թե մեջտեղին կապ չունի մեկա չորացածա միշտ գալիս է Հայաստան որ ռուսական ուղղություն անցկացնում ու այս անգամ իր կարճ խելքով եկել էր գիտի Հայաստան շանտեր տնող կա որ իբր Վարդանիկ անցկացներ հայ արա դու չգիտես քեզ ինչ են անելու ոչ միայն Հայաստան մեծ Ռուսաստանում են վիզիտ կրելու հիշեք դավաճանները հայրենիք չունեն այսօր պատմական մասում դա կասեմ նաև համբերեք հələ ինչ վերաբերվում է Հայաստանից դուրս թեմաներին Կառանձնացնեմ միայն մեր կողքի երկրների թեմաները շատ կարճ, որ Թուրքիայում ոչինչ չի հանգստանում, Վրաստանում նորից բախումներ է տեղի ունենում։ Ադրբեջանում է տնտեսական անկմանը փորձում են ամեն ինչ անեն, որ կրակեն Հայաստանի սահմանի վրա, որ ասեն, տեսեք, կրակոցա, հələ համբերեք։ Ուրեմն սկսել են կրակել, ասին, յուղերի վրա, հայկական յուղերի վրա հարավ-արևելյան սահմանին, նրա համար, որ ես արդեն պարզ եմ, կրակել են տան վրա Հատուկ նրա համար, որ ասեն կռիվը սկսում է, համբերեք տեսեք ինչ ալնում։ Հիշեցնեմ, որ 20 տարի Քոչան ու Սերժը համագործակցելով Պուտինի ու Ադրբեջանի հետ, հենց ժողովուրդը ելնում էր ասում էր, մեր կյանքը վատացնում եք, թալանում եք, ընդից Թուրքիա զանգում էին Ալիևին, ասում են կրակել դու։ Կրակում են, ահա, ասում են կրակում են, հələ հանգստացե ժողովուրդը, վայ, հանգստանանք, մենակ մեզանից հող չգնա։ Այս է կատամ, իսկ ինչ վերաբերում է արցախցիներին, որ բելեր լվացքը փռել են եւ այլն, հարգելի արցախցիներ։ Քանի դեռ իշխանության են Հայաստանի 4 իշխանավորներ, այդ թվում նաև ձեր Քոչյանն ու Սերժը, ոչինչ ձեր համար չի փոխվելու։ Էլի եմ կրկնում։ Երեք նայել եմ ձեր ծրագիրը, խայտարակ ծրագիր։ Դուք գրել եք, որ պահանջում եք Հայաստանի իշխանությունը ձեր համար նյութական եւ այլն ապահովումը։ Լավ եք անում, բայց ինչի դուք չեք ասում, որ ամբողջ մեղավորը Քոչյանն է։ 1. Երկրորդը դուք պահանջում եք արցախցիների իրավունք եւ Արցախ առանձին բանակցության մաս լինի։ Այո, ինչը չեք ասում, որ բանակցությունների մասից Արցախին անելա ով Ռոբերտ Քոչյանը։ Այդպես է թե չէ։ Քոչյանը եկավ Լևոնի ժամանակ Արցախը բանակցող մաս էր, Քոչյանը եկավ արցախցիների բանակցող մասից հանեց։ Այդպես է թե չէ։ Այդպես է։ Այնպես որ ինչ որ պահանջում եք, մի հատ մինչև վերջ մտածեք նոր պահանջեք, որովհետեւ ես որպես հայ Լինելով ամեն ինչի մեջ, ամեն ինչի հիշելով տեսնում եմ, որ ձեր գրածը ուղղորդված է, այսինքն դուք հարկադրված ուղղորդում ունեք։ Դուք նախ ինչի չեք ասում, մենք դեմ ենք նախկիններին ու ներկաներին, ասում եք մենակ թող Նիկոլը փոխվի։ Ինչի չեք ասում, որ նախկիններն էլ են մասնակից թալանին վաճառքին։ Հասկանում եք, երբ որ դուք սկսում եք արդեն ուղղորդված բան ասել, մարդիկ ձեզ չեն միանալու։ Մարդիկ ձեզ չեն միանալու, ձեր գրածով դուրս է գալիս Քոչարյանն ու Սերժը, Լևոնը հուրիփերի են, հրեղեն են, մենակ Նիկոլն է մեղավոր եւ ամեն ինչի համար պատասխան է տալիս մենակ Նիկոլ Փաշինյանը։ Ինչի։ Ես ոչ թե Նիկոլին եմ պաշտպանում, Նիկոլը պատասխան չի տալու, Նիկոլը համաշխարհային դատ է լինելու, բայց ինքը պետք է հիմա արյուն չհանի ու Հայաստանից գնա ժողովուրդ ջան։ Եթե ինքը մնաց այս իր անտրողներին էտելի փողով Սարիկին այդ 17000 գյումրեցին որ փող վերցրեցին ու ընտրեցին, որը բոլոր կամերաները ցույց տվեցին, դրանք նույնպես պատասխան են տալու սրա համար։ Այն որ 2100 թե 2600 հոգի ընտրել են Լևոն Բարսեղյանին, դրանք էլ են պատասխան տալու։ Այս որ Ավինյանի կռուգը ֆրֆռում են, այս որ ծառերը կտրում են այդ լկտի պարվան ծամոնը բերան, որ վրենսկի թքողը չկայնա դու կամերա ելնում, որ մեկը նայի թքի, դրանք բոլորը պատասխան են տալու, իշխանություն եւ նրանց հարող մասեր։ Բայց որ դուք ուղղորդված եք գնում, հենց սա դուրս գալիս,
որ ձեզ ոչ մի բան չի եղա, ձեզ մենակ մի քանի կոպեկ փողապետ, լավ ա եղել որ ծախվել է, ինչ է բանակցությունն է, դուք մեջ ելնեք։ Բա պահանջեք ձեր Շահրամանյանից, ինչի՞ չեք պահանջում։ Ասեք Շահրամանյանը ուր է։ Սիամոն ուր է, Սիամոն կանգն է սուտ մուտիլովկա անում, ասում է Երևանում արցախցիներին թարս են անում, էլի եմ կրկնում, ստի մաման, չնայած Սամոն մամա չի արգում, ինքը ստի իրան չի արգում մտնում Աննայի ծոցը, ուր մնաց մամա կամ հայրենիք արգի, թե Երևանում որևէ մեկը արցախցուն թարս անում, ինչ եք սուտ խոսում։ Ինչ եք տրամադրում ստից արցախցիներին Երևանցի գիտեմ։ Առանց էլ արցախցիները եկան, ես բազմահազար փաստեր միշտ բարձրաձայնել եմ, որ այո, արցախցիների մեջ կան 50,000 ոսկի մարդ, մնացած 100,000-ը լկտի այլասերված մասսա, այլասերված, այո, բառից չեմ հրաժարվում, նույնիսկ 44 օրյային ես բարձրաձայնել էի։ Հյուրանոցում մարդիկ հարցը գցել էին, վիճակագրականի մարդիկ եկել էին Հառիչ գյուղից, մեր Հառիչի գյուղապետը հենց հիմա այնտեղ են, գյուղապետի օգնականները, քարտուղարները բոլորը այնտեղ են, բերել էին Սիսիան, Սիսիանում կարտոշկեն 230-ով էին ծախում, որ այդ 2000 արցախցի ուտեին, հեսա կասեմ։ Խնդրեցին, որ 200 տա, Սիսիանցիք չէին տվել։ Զանգեցին ինձ, ուղարկեցին Հառիչի գյուղապետի մոտ, իմիջիալոց շնորհակալություն գյուղի բնակչությանը, ասեն ինչ փող։ Բռնին այդ մի տոննայի տեղը 3 տոննա կարտոշկա, 3-4 տոննա էլ սնունդ բարձեցին, տվեցին այդ վիճակագրականի աշխատողները, բերեցին, բաժանեցին փաստաթղթով ստացականով արցախցիներին։ Վերջում տանում են հյուրանոց, զանգում ասում են, թե մեզ հյուրանոցում չեն կերակրում։ Թափով այդ մարդիկ հոգնած շուխոր են կանում, հելնում հասնում են տեղ, քաղաքամերձ էին ապրում 20 կիլոմետր հեռու։ Հասնում են Երևանի այդ հյուրանոց, տենում են բանը, սեղանները քցած, բոլորը ֆուրշետ, ոչ մեկ չի մոտենում։ Մոտենում են արցախցիներից 2-3 հոգի են կերել։ Այն, որ իրոք համեստ մարդիկ են։ Այդ 100 ընտանիքից 3 հատն են կերել։ Ինչի՞ չեք ուտում, մենք ուզում ենք տանենք սենյակ, արախ օրը տունը չի, հետո ա մաքրելու։ Սենյակը մաքրում են, ռեստորան գոյություն ունի, ֆուրշետը մարդը դրել է։ Ես չեմ ուզում հիմա ինչ-որ թշնամություն, բայց վերեք ճիշտը հասկանանք։ Ձեր մեջ թշնամություն կա նախ իրար հանդեպ Արցախում լավ ու վատ տղա, հետո էլ բոլորը թշնամություն Հայաստանի հանդեպ։ Ու ես ճիշտ եմ ասում, չեմ էլ հակասում, որ վաղը միսօր Քոչանն ու Սերժը հելեն, այն արցախցիները, որոնք սուսել են, նույնիսկ էլի պահանջելու են, որտեղ ոչ մեկը դե չէ լավ ասի, ախպե, սրա սկսողը Քոչարյանն է։ Արթուր Մկրտչյանը սպանողը Քոչարյանն են։ Սրանք են արել, որ Արցախը այսօրինա, ոչ մեկ չի ասում, Արցախը թալանեցին, ասում են Հայաստանի բանը, կառավարությունը թալանեց, էլի եմ ասում, թքել եմ Նիկոլի ընտանիքը մեծից փոքրի գլխին։ Բայց ինչ է նշանակում մենակը տենց, դուք ինչի եք ուղղորդում։ Մի հատ դրամբոնի հանքի ոսկեղենի թիվը բերեք դրեք, 160 թե 170 միլիարդ, որ Հայաստանն ու Արցախը լույսի պես կապրեն։ Ուր է այդ փողերը եւ մնացած փողերը։ Ջրային ճանապարհները, որը մարդիկ գծագիրը գծել էին, որ ամենաուժեղ բանն է, ջրերը ինադու չթողեցին ոչ մեկ մտնի, ձեր ղեկավարությունը Բակոն, Սերժը, Արկադիկը եւ Ծուրբերանը Քոչարյանի հետ չթողեցին այդ մասը ջրային մտնի, որ ջրի արդիվ եվրոպացիներ էին հետաքրքրված, որ Արցախի ջուրը հասնի Երևան, ընդեղից իրենք կարողանան մաքուր ջուր արտանել։ Ինադու այնքան արեք չլինի ռուսի տակ լմլմցնելով մտած, միջև տվեք Թուրքին։ Ինչ եք շուն հաճացնում։ Կամ ձեր մեջ հիմի բռնել եք նորից բերել եք մարդասպան դեբիլներին, ազգի թշնամի, սատանիստ բգոյին ու բևերին, ինչ եք ուզում, Դաշնակին ու Սերժին Նիկոլին, ձեզ հասկանում եք, ձեզ թվում է դուք, եթե դուք գնայք ասեք, այս մարդիկ մեր հետ չեն, մենք առանձին ենք ուզում, ոչ մեկ թող մեզ չմինի անա, բգո դրոշը տար, փաթաթվի մեջը ու 3 տար եղեց տեղից։ Նույնն էլ ես իմ դաշնակ մաշնակ, երրորդ օրը բեմի փողը եղավ արդեն 60,000։ Այդ ձեր ծախսած վրա մնացածի փողն էլ իրար հետ 100,000։ 100,000-ի քանի տուն անում։ 100,000-ի քանի տուն կառնեիք արցախցիներին։ 5,000-անոց, 10,000-անոց տներ կային։ 10 ընտանիք արդեն կապահով էր։ Բացեք, ասում եմ, լիստեյը նայեք։ 10,000-ով շենքեր կան, որոնք բավական մեծ։ Նույնիսկ կիսակառույց, որ միայն նեսը պետք է սարքվի, գաջն է քաշած շրջաններում 10,000-ով տներ կա։ Բացեք նայեք։ Ինչ եք շուն հաճացնում։ Երրորդ օրը 100,000, չորրորդ օրը ինչ կան 130,000, հա։ 130, 150, 10 օր կանգնեք, 10 օրվա մեջ անելու է 250,000, 250,000-ին 25 ընտանիքի տուն կտայք, 25 ընտանիքը միջինը հաշվենք 6-7 հոգով, այդ զամը 150 հոգու տուն կտայք, էլ խեք նեղվում։ Բա, այ որ ասում եմ մի ձեռքը չի հասկանում ձեր մյուս ձեռքը, ինչ անում, հետո էլ նեղվում։ Անցնենք միջազգային մի երկու լուրի էլ սահմանափակենք, քանի որ այսօրվա դրությամբ մեր համար ամենակարևորը մեր հայրենիքն է։ Ուզում եմ խոսել մի հատ Գրենլանդիայի մասին, որ Տրամպին հավատացող դեբիլները, որ ասում են 100%-անոց նվաճելու են Գրենլանդիա,
Գրենլանդիայի նվաճում չի լինելու։ Եթե հանգարցակի ամերիկան փորձես նման բանի գնա, էլի եմ կրկնում, ինքը օգնում է սրանով Ռուսաստանի ոչ միայն Եվրոպայի հարցով, նաև իր հարցով, քանի որ ինքն էլ ունի շատ վիճելի տարածքներ, իսկ ռուսը կյանքում այնքան թարախ է, որ միշտ ամեն ինչ կանի։ Կոնկրետ Ալյասկայի հարցը, որը Ամերիկան 0 դրամ վճարելով վերցրել է։ Մինիմումը գոնե ալեյության կղզիները կվերցնի։ Ալեյության կղզիները բոլորն իրար հետ Հայաստանի չափ է։ Դա ոչ թե կղզիների քանակն է, այլ դա վերահսկողության ձգված արշիպելագ է, այսինքն կղզիների շարք է, որով Ռուսաստանի ճանապարհը առևտուրը դեպի Ամերիկայի երկրներ մի քանի անգամ կարճացնելու է։ Պարզա, չէ՞։ Տեսեք, Ռուսաստանի արևելյան մասն է, ալեյության կղզիները Ալյասկայից մինչև այսպես փակում է։ Բնականաբար ռուսը պետք է բոլոր ճանապարհները շրջանցի, իսկ եթե ալեյները վերցրեց, ուղիղ է գնալու։ Ես այնպեսի բաներ եմ ասում, որ հիմա մարդիկ ասեն, «Արա հորս արև Ամերիկայի չի կարող վերցնի»։ Այս աշխարհում ամեն ինչ էլ կարա լինի։ Եթե Ամերիկան գնա առճակատման Եվրոպայի ու Ամերիկայի երկրների հետ, հաստատ իրենից ամեն ինչը կկարողանան վերցնել։ Էլ չասեմ, որ Ամերիկա ապրողներ, ասեք, այնտեղ մեքսիկացիների կամ լատինոների, իսպանախոսների քանակը ինչ ահռելի է ու ինչի դեմ դուրս կգա։ Սա էլ էսպես։ Հաջորդ հարցը ինչի մասին ուզում եմ խոսել, վերջապես Իսրայելի սատանայականները դուրս է գալիս Սիրիայում եւ Իսրայելը պատրաստում է հատուկ գործողություններ հենց Թուրքիայի դեմ Սիրիայում։ Հատուկ գործողություններ, որի մասին թուրքական հատուկ ծառայությունները նույնպես տեղյակ են, նրանք մտածում են ոնց անեն, որ գոնե գնան բանակցության, բայց բանակցություն չի լինելու, քանի որ հիմա Թուրքիայում մի քանի միլիոն մարդ, մինիմում ասենք 6-7, կարող է 15, կարող է 20 միլիոն մարդ փողոցն են, բնականաբար այս ժամանակ հանցագործությունը ուժեղանում է, խանութները թալանվում է, ոստիկանության քանակը չի հասնում բանակի հետ, հասկանում եք, չէ՞, տնտեսությունը միանգամից փակվում է, փողերը փակում են, տնտեսության վիճակը վատանում է, դոլարի կուրսը ընկնում է եւ այլն, իսկ Սիրիան այս արանքը Իսրայելը, որը շատ լավ կազմակերպեցին սա Ամերիկայի հետ, այս արանքը ինքը հատուկ գործողություններ է անելու, որպեսզի Սիրիայից վտարի թուրքերին, ինչի որտեւ այդ ինքը իր զոնա է հաստատում։ Ինչի՞ պետք է թուրքը գա այդտեղ, թուրքը որոշի։ Ռուսը այստեղ խաղաց, տեսակ Էրդողանը ռուսին փորձեց գծի միանալով Ուկրաինայի հարցին, գեղեցիկ կերպով ինքը խաղը դուրս անեց, ոչ մի զինվոր չմահացավ, անձեն խոսած այդ մասին ինքը միսիան ավարտել է եւ թողեց Թուրքին ու Ջուդին կռվելու։ Ես սպասում եմ հիանալի օրվան, որ օրը թուրքական ու ջուդական զորքերը սկսելու են ուղղակի իրար վրա կրակել։ Սա լինելու է, համբերեք։ Հաջորդը ինչի մասին ուզում եմ խոսել, մեր պատմական մասին, պատմական բաժինն եմ ուզում խոսել, նախ խոսենք Կիլիկիայի բոլոր հողերի մասին խոսում ենք, բայց ռազմական զինվորական կառույցների մասին չենք խոսում։ Ես այսօր կխոսեմ մեր Կիլիկիայի ռազմական կառուցվածքի մասին, ոնց եղավ, որ Կիլիկիան այդքան փոքր տարածքով 68500-ով հսկայական ասենք 3-400 կամ 800,000 քառակուսի կիլոմետրանոց կամ 1 միլիոն բյուզանդական կայսրությունը, արևելահռոմեական եւ մյուս երկրները ֆրանսիական կայսրությունը, մյուսները թագ ուղարկեցին, նույնիսկ արաբական խալիֆը եւ այլն թագ ուղարկեցին Լևոնին։ Բանն այն է, որ Կիլիկիայի այս տարածքի վրա բավական խիտ բնակչություն կար։ Տարբեր թվերով գրում են 1.2-ից 2 միլիոն, ես կարող եմ ասել, որ միգուցե 2 միլիոնից էլ ավելի։ Ինչի, որտեղ ունեցել է Կիլիկիան հսկայական զորք, նա միայն կայուն զորք, որ խաղաղ ժամանակ եղել է 30-ից 40,000 եղել։ Իսկ պատերազմական ժամանակ եղել է 60,000։ Ես այսօր համեմատել եմ բյուզանդական կայսրության զորքերի քանակը Կիլիկիայի հետ եւ հասկացել եմ ինչի Կիլիկիայի անկախությունը ճանաչեց Բյուզանդիան, որպեսզի մի հատ քրիստոնեական երկիր ունենա չպայքարի ամբողջ չկորցնի։ Հիշեցնեմ ձեզ, որ 1071 թվականի Մանաստերտի ճակատամարտի ժամանակ բյուզանդական կայսրության զորքերի քանակը 30,000 էր, որից 15,000-ը հայ էին։ Այն մի 5,000-ն է պեչենեգի վարձկան, թե 10,000-ը։ Մի խոսքով, սա ցույց էր տալիս, որ Բյուզանդիան այնքան էր թուլացել, որ զորք չէր կարողանում անել։ Ուրեմն Բյուզանդիայի ամենաուժեղ զորքերը եղել են 5-րդ, 6-րդ դարում Հուստինյանի ժամանակ, որի ժամանակ զորքերի քանակը 380-ից 420,000 էր։ Նրանից հետո քիչ-քիչ սկսեց ընկնել 9-րդ, 10-րդ դարում, որ ահագին թուլացել էր դեռ հայերի անկախությունը չեն ճանաչել արաբների թուրքերի հետ կռվելուց, զորքերի քանակը իջել էր 50,000, ինչպես ասեցի մի պատերազմում 30,000-ի, ինչի 50,000 որ իջնում է, ժողովուրդ 50,000-ը չեն տանում պատերազմի, բայց սահմանները վերահսկելու համար զորքերը։ Եվ երբ որ Կիլիկիայի հետ արդեն այն թվերներ, որ Կիլիկիան կար, այսինքն 1050-ից հետո թուլացած Բյուզանդիան այն թվերներ, որ Կիլիկիան կար, Կիլիկիայի ժամանակ 1100-ական թվականներին Բյուզանդիայի մաքսիմում զորքերի քանակը հասնում էր 50,000-ի։
Կիլիկիայինը հասնում էր 40,000-ի, 60,000 պատերազմին Բյուզանդիայինը հասնում էր 50,000-ի։ Եվ Կիլիկիայի իշխանության վերջում արդեն բյուզանդացիների զորքերի քանակը հասնում էր 30,000 մաքսիմում, երբ որ հավաքում էր։ Հիմնական զորքերի քանակը 7,000 էր, եւ 3-4,000-ը իրենք վարձկան էին վերցնում։ Այս էր պատճառը, որ թուրքերը ցույց են տալի վայ գրավեցինք Պոլիսը, իրականում Պոլիսը վերածվել էր քաղաք-պետության 45-50,000 բնակչությամբ 7-8,000 զինվորով, այնպես որ Ենե կեսը վարձկան, այնպես որ այդ քաղաքը գրավելը եսի ինչ բան չէր, կայսրությունը ֆիկտիվ էր մնում մի քանի տասնյակ տարիներ, դրա համար էլ այդ վիճակն էր, մի քանի տասնյակ տարիներ։ Սա է ամբողջ էությունը, որ այս ժամանակ Կիլիկիան եղել է առաջատար երկիր եւ ամենայն դեպս ունեցել է ծովային նավատորմ Այաքսում բավական ուժեղ ծովային նավատորմ ունեցել եւ մյուս Կորինթոսում ա եղել ծովային նավատորմը, որը կարողացել է վերահսկել ընդհանուր տարածքը Լևանտի ծովափը, այսինքն արևելյան միջերկրական ծովը Կիպրոսը եւ մնացած հարավային տարածքները։ Այ հիմա պատկերացրեք, այս զորքերի դեպքում ու այդ տարածք ունենալու դեպքում լրիվ նորմալ է, որ կարողանա ինքը պաշտպանի։ Եվ թեկուզ Եգիպտոսի Այուբյանները հետագայում շատացան արձակվեցին, այդ ժամանակվա բոլոր պետությունները, այդ թվում նաև թուրքական Իկոնիայի սուլթանությունը, այդքան ուժ չուներ, որ հարձակվեր։ Դրա համար Կիլիկիայի հետո տարածքի բոլոր հողերի ղեկավարները հայեր էին։ Կիլիկիայի Գող Վասիլի, Փիլարոս Վարաշնունու շարունակությամբ այնտեղ Անտիոքի եւ մնացած բոլոր իշխանները, ինչպես նաև Հայաստանի Իվանես Զաքարեի հսկայական ուժ էին ներկայացնում։ Դրա համար մի երկրի վրա հարձակվելուց միշտ մենք տեսել ենք, այս պատերազմները ներկայացել են, որ միշտ հայկական ուժերը իրար միացել են դիմացինի դեմ պայքարելու համար։ Ցավոք սրտի այդ ժամանակը փոխվեց, տեղը լցվեցին քոչվոր ցեղերով մամեդականները գերակշիռ եղան եւ սկսեցին քիչ-քիչ հայերը նոսրանալ, իսկ վերջում այս ամբողջը վերացավ ցավոք սրտի մեր համար Եղեռնի միջոցով եւ բնակչությունը քչացավ, բերեցին մնացը ռուսներն էլ թուրքերի հետ միացան հայերին կոտորելով փոքրացներով բերեցին հասցրեցին այսօրվա 29500-ին Հայաստանի 4 դավաճան ղեկավարների հետ մեկտեղ։ Բայց հիշեք, որ ամեն ինչը Հայաստանը միշտ ասել են Փյունիկ թռչուն ու բոլորն են գրել։ Հայաստանը միշտ թուլանում է ու նորից վերցանվում է ավելի ուժեղ։ Սա մեր համար դաս էր, ես ցավում եմ մեր բոլոր զոհերի համար, բայց սա եւս մեկ անգամ դաս էր, որ հայ ժողովուրդը հասկանա, որ մենակ չպետք է ինքը լոպաս խոսքերով ոգևորվի, արա ախպեր, արա հեսա կխփենք Թուրքին, բան ես հորս Սարև Բաքվից 70 կիլոմետր հեռու եմ եղել, որ իրականում հետիատեր մենք որպես Ղարաբաղ եղած ոչ մի տղա չի հաստատի այդ փաստը, քանի որ հայերը ամենամոտիկը եղել են Բաքվի սահմանին, երբ որ մտել էին Փայտակարանի այսօրվա Բեյլականի եւ Բարդայի Բարդավի շրջան, որը Բաքվից հեռու է ուղիղ գծով 170-160 կիլոմետր, ճանապարհներով մոտ 200 կիլոմետր։ Սա է իսկական տրաֆարետ է եղել հայկական զորքերի հասած, ոչ թե 60-70։ Բարձա։ Մենք որոշել ենք մեր Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությունը եւ ազգասերների խումբը միասին իշխանության հերացումից հետո, երբ որ մենք կլինենք իշխանություն, անպայման ազատագրելու ենք առաջինը Նախիջևանը, երկրորդը Արցախը, Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետությունը եւ Դաշտային Ղարաբաղը։ Երկուսն իրար հետ 22000 քառակուսի կիլոմետր։ Հետագայում նաեւ ամբողջ հայկական հողերը 618,000 քառակուսի կիլոմետր, թե մեզ ինչքանը կհաջողվի հիմա անել, մենք չենք կարող հենց հիմա սուտ կլինի ասել վաղը կանենք, բայց որ Նախիջևանն ու Արցախը առաջինն է, սրա մասին ոչ մի խոսք չկա։ Իսկ հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին մենք օրինական կպատժենք։ Եվ դրա համար բերեք կրկնենք իմ խոսքերը, միասին սրտանց աղոթենք եւ ուղարկենք առ-երկին, քանի որ հայ ազգը Աստծո մասնիկն է, հայը դա Աստծո անունն է, ամեն հայի մեջ կա Աստծո մասնիկը, եւ եթե դու հայ ես, ուրեմն դու պատասխանատու ես, ուրեմն դու հոգեվոր արժեք ես։ Նյութականը հայ չի, արդեն գրմա ջհուդ։ Դրա համար Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինի, որտեղ նա նենգ է ու զզվելի։ Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, հաջորդ տարին Վանանդում, Մուշում, Վանում, Սասունում, Կարինում, Բաբերդում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն